Ողջույն, ես Դանին եմ, շրջանային կենտրոնի սպասարկման համակարգողն այստեղ, Սանիթաունում, Կալիֆորնիա։ Վերջերս Վինին, որը մեր համակարգողներից է, հանդիպեց Ստիվենի հետ IPP հանդիպման համար։ Վինին նշումներ արեց, հարցեր տվեց եւ այդ ամենն օգնեց Ստիվենին թարմացնելու իր անհատական ծրագրի պլանը։ IPP-ն ավելին է, քան պարզապես փաստաթուղթ։ Սահմանադրակրկիտ քննարկումների արդյունք է այն մարդկանց հետ, ում մենք աջակցում ենք։ Այն ներառում է անհրաժեշտ ծառայությունները, մանրամասնում դրանց մատուցումը եւ նշում ֆինանսավորման պատասխանատուներին։ Համաձայնագրի վերջում ստորագրության էջ կա, բայց այդ մասին ավելի ուշ կխոսենք։ IPP ուղեցույցը մշակվել է 100,000-ավոր IDD ունեցող մարդկանց եւ նրանց աջակցության շրջանակին օգնելու համար, բարձելու ինչ ծառայություններ են հասանելի նրանց ուզած կյանքն ապահովելու համար։ Ոմանք արդեն հստակ պատկերացնում են իրենց նպատակները, մյուսներին գուցե դեռ պետք է լրացուցիչ ժամանակ եւ ուղղորդում։ Եվ պիտի ներգրավվեք դուք։ Ծառայությունների համակարգողներս պլանավորման ընթացքում կիրառում ենք անձնակենտրոն մտածողություն։ Պետք է ուշադիր լսենք եւ ընդգրկուն հարցեր տանք վստահ լինելու, որ պլանն արտացոլում է այն մարդկանց իրական ցանկություններն ու օգնում ենք։ Քանի որ նպատակները շատ են, դրանք խմբավորել ենք ըստ կյանքի 12 հիմնական ոլորտների։ Սա անհրաժեշտ է նրանց կյանքի բոլոր կողմերը խնամքով դիտարկելու եւ IPP-ում արտացոլելու համար։ Շատերի համար օրինակ կարևոր կյանքի ոլորտ է ապրելու վայրի հարցը։ Ստիվենի դեպքում պարզեցինք, որ նա ցանկանում է ապրել ընտանիքից հեռու մեր լիցենզավորված բնակելի տներից մեկում, Սանի Օքսում։ Ստիվենի բախտը բերեց, ազատ տեղ կար, եւ Վինին այց կազմակերպեց։ Դուք չէիք տեղափոխվի մի վայր, որը չեք տեսել։ Այն մարդիկ, ում օգնում ենք նույնպես, այցը շատ լավ անցավ, եւ իր պլանավորման թիմի աջակցությամբ Ստիվենը որոշեց, որ Սանի Օքսը հենց իր համար է։ Այո! IPP-ում դա այսպես է ներկայացվում։ Սկսում ենք ցանկալի արդյունքից։ Միշտ հարցրեք, ինչպես եք ուզում գրվի ձեր պլանը։ Ստիվենը նախընտրում է առաջին դեմքով։ Կարող ենք գրել. Ես ցանկանում եմ ապրել իմ տանը։ Եթե ցանկանա, երրորդ դեմքով էլ սխալ չէ։ Այդպես լրացրեք բոլոր սյունակները։ Ծառայություն եւ աջակցություն ապրելու վայր։ Աջակցումը Սանի Օքսից։ Ամսաթիվը երբ է նա տեղափոխվել։ Ավարտի ամսաթիվը համաձայնեցրել է պլանավորման թիմը։ Քանակը 1 միավոր է։ Ապրելու վայրի հարցում յուրաքանչյուր միավորը 1 ամիս է։ Որքան հաճախ Սանի Օքսը ֆինանսավորում է ամսական։ Ֆինանսավորող նշանակում է վճարող։ Սխալ է մտածել, թե շրջանային կենտրոնները վճարում են ամեն ինչի համար։ Շատ կարևոր է հասկանալ, թե ովքեր եւ ինչպես են ֆինանսավորում ծառայությունները, որ կարողանանք բացատրել նաև այն մարդկանց, ում օգնում ենք։ Այժմ անցնենք աշխատանքի ոլորտին։ Ստիվենի ցանկությունն է կարողանալ գնել բեյսբոլի սիրելի թիմի տոմսեր, մարդկանց ժպիտ պարգևել եւ հաստատ ոչ լանդշաֆտի ձևավորում։ Վինին կարծում էր, որ եթե Ստիվենը բեյսբոլ է սիրում, ուրեմն նրան հաճելի կլիներ մարզադաշտում աշխատել։ Նա կարծում էր, որ ճիշտ հարցեր է տալիս, բայց սխալ ենթադրություններ արեց տհաճ հետևանքներով։ Գնա այստեղից։ Վերադառնալով անձնակենտրոն մտածողությանը, Վինին ավելի ընդլայնված հարցեր տվեց, լսեց Ստիվենին եւ գործեց ըստ լսածի։ Միասին Ստիվենի համար գտան նոր վճարվող պրակտիկա, որը նա սիրում է։ Ինչ սիրուն կրիա է։ Այսպիսով համաձայնագրում ծառայություն աջակցությունը վճարովի պրակտիկան է։ Աջակցողը Սանիթաուն աշխատանքի ծառայություններն են։ Մեկնարկի ամսաթիվը վերապատրաստման առաջին օրը, ավարտինը մեկնարկից 1 տարի անց։ Առաջարկվող գործերը ժամավճարով են։ Ստիվենն ուզում է աշխատել կենդանիների խանութում կես դրույքով։ Հատկացրինք շաբաթը 30 ժամ վճարում է շրջանային կենտրոնը։ Սա շարունակվում է մինչև նրանց ընտրած բոլոր պայմանները լրացվեն։ Այնուհետև անցնում ենք համաձայնագիր բաժնին։ Մարդիկ ում օգնում ենք կարող են համաձայնել բոլոր ծառայություններին, որոշներին կամ ոչ մեկին։ Նրանք կարող են նաև պահանջել գործողության ծանուցում, եթե անհրաժեշտ է վիճարկել շրջանային կենտրոնի կատարած փոփոխությունները։ Այժմ նրանք պետք է նշեն 3 կարևոր կետեր։ Նախ հաստատեն, որ շրջանային կենտրոնից ստացել են ծառայությունների եւ աջակցությունների անցած տարվա հաշվետվությունը։ Երկրորդ, որ դուք քննարկել եւ տրամադրել եք տեղեկություններ ընթացիկ կամ ապագա IPP փոփոխությունների մասին։ Եվ երրորդ, նրանք կնշանակեն հաջորդ IPP հանդիպման ամսաթիվը։ IPP-ն ուժի մեջ է 3 տարի եւ այդ ընթացքում կարող եք թարմացնել այն ըստ անհրաժեշտության առնվազն տարին 1 անգամ։ Քննարկենք որոշ հատուկ ծրագրեր եւ տեղեկություններ նրանց իրավունքների մասին։ Եկեք սկսենք
Ինքնուղղորդումից։ Մենք արդեն խոսել ենք ինքնորոշման ծրագրի, ինքնուղղված ծառայությունների եւ այն մասին, թե ինչ է նշանակում կառավարել ծառայությունները եւ ով է դրանք տրամադրում։ Բարեկեցության եւ հաստատությունների օրենսգրքի 47-31 բաժինը պահանջում է, որ շրջանային կենտրոնները բողոքարկման գործընթաց ունենան, որպեսզի մարդիկ ում օգնում ենք կարողանան իրենց բողոքները հայտնել։ Whistleblower-ի քաղաքականության շնորհիվ մարդիկ ում օգնում ենք պաշտպանված են, կարող են անանուն հաղորդում ներկայացնել անօրինական կամ ոչ պատշաճ գործողությունների մասին։ Կալիֆոռնիան սահմանում է, որ մրցակցային ինտեգրված աշխատանքի հնարավորություններն առաջին հերթին պետք է տրվեն IDD ունեցողներին։ Ծառայությունների համակարգողներս պետք է առաջնահերթություն տանք աշխատանքին, երբ մեկը կարող է եւ ուզում է աշխատել։ Սա լավ հնարավորություն է դպրոցների հետ գործակցելու համար։ Եվ շրջանային կենտրոնը պարտավոր է օգնել IDD-ով անձանց գրանցվել քվեարկելու համար, եթե իրավասու են։ Ամեն ոք իրավունք ունի լսված լինել։ Շրջանային կենտրոնը ծառայությունների կամ աշխատավայր հասնելու տրանսպորտային ծրագիր կմշակի չափահասների համար, եթե նրանք ունակ են։ Եթե ոչ, կարող է այդ նպատակների համար տրանսպորտ տրամադրել։ Մենք քայլ առ քայլ անցանք IPP-ով։ Մնում է միայն մեկ բան անել՝ ստորագրել։ Երբ բոլոր ստորագրությունները դրվեն, այն ամենը, ինչ քննարկել են, կդառնա IPP-ի մասը։ Եվ ամեն անգամ, երբ IPP-ն փոփոխվում է, պետք է համաձայնագիրը կրկին ստորագրվի։ Հիշեք, անձնակենտրոն պլանավորումը ավելորդ թղթաբանություն չէ, այն օգնում է, որ կյանքն ավելի լավը դառնա։